Կարծես երեկ էր, որ համացանցը բերեց մի նյութ, որ Ստեփանակերտում ադրբեջանցիները քանդել են հայկական եկեղեցի։ Փոքր-ինչ մտածելուց հետո եկա այն եզրակացության, որ փաստորեն ադրբեջանցիները ավելի վատն են, քան թուրքերը, քանի որ Թուրքիայի տարածքում հայկական եկեղեցիները պարզապես չեն խնավում եւ այդպես փլվում են կամաց, կամ վերածվում են մզկիթների։ Իդեպ թուրքերը միակ մահմեդական ժողովուրդն են, որ եկեղեցիները վերածում են մզկիթի։ Իդեպ այդպես է փրկվել Կարսի առաքելոց եկեղեցին, որը վերածել են մզկիթի։ Կամ ասենք ամենավառ օրինակը Կոստանդնուպոլսի Այա Սոֆիան է, որը սկզբում թանգարան էր, ապա վերջերս նորից դարձրեցին մզկիթ։ Իդեպ, երբ թուրքերը հրավիրեցին Սաուդյան Արաբիայից մահմեդականների, նրանք հրաժարվեցին ներկա լինել այդ մզկիթի բացմանը, ասելով, որ դա հակասում է մահմեդականությանը, այլ կրոնի սրբավայրեր վերածել մահմեդական սրբավայրերի։ Իդեպ թուրքերը միակ ժողովուրդն են նաև, որոնց մոտ եղել է երեխաների հարկ։ Շատերը կարծում են, որ միայն տղաներին են վերցրել եւ դարձրել յենիչերի։ Իրականում հարկի մեջ եղել են նաև աղջիկներ։ Դա էր պատճառը, որ կարճ ժամանակ անց թուրքերը իրենց ռասան փոխեցին եւ մոնղոլոիդից վերածվեցին եվրոպոիդների։